այս պահի դրությամբ ժամը 13:45 հայաքվեի դիտորդները ինչ են արձանագրել, ինչ խախտումներ են արձանագրել եւ արդյոք դրան այսպես մասշտաբային են։ Դիտորդները շատ բան են արձանագրել, որի մասին ամփոփ կասենք, այս պահի դրությամբ հիմնական խախտումները տեղի են ունենում 3169, 3170 ընտրատեղամասերում, այդ մասին մենք ահազանգերել ունեինք նախորոք, կարծում եմ դժվար չի, դուք ճշտեք, թե թեկնածուներից որի թաղամասն է, հենց հիմա մենք ունենք հաղորդում արդեն տալու մասին տեղեկատվություն, վիդեոն արդեն տվել ենք ԶԼՄ-ներով պտտվում է, տեղի ունեցել բաց քվեարկություն, որի արդյունքում հանձնաժողովի նախագահան ոչ թե կանխել այդ քվեարկությունը, պետք է ոչնչացներ ծրարը եւ նորը տային ասեն մտի փակ քվեարկի, այլ գցել է քվեատուփի մեջ, ենթադրում եմ տեսնելով, թե որ համարին է քվեարկել։ Վիդեոն ձեզ կտրամադրենք, եթե արդեն չենք տրամադրել, հիմա կարող եմ ձեր ներկայությամբ էլ զանգեմ ոստիկանություն հաղորդումը ներկայացնեմ։ Մինչև նաև ասեք, թե ինչ բնույթի խախտումներ են եղել։ Ինչ բնույթի խախտումներ են, տարբեր տեսակի, օրինակ տեղեր կան, որ մենք տեսնում ենք, որ անդադ նույն մեքենաներով մարդիկ են բերում, նույն 69-70 տեղամասի մոտակայքում մշտապես կուտակումներ կան, որ հենց ընտրատեղամասի տարածքից, ասենք 20-25 մետրի վրա տարբեր թեկնածուների գովազդներն ա դրած, համարն ա դրած, տարբեր բնույթի են, անդադ ստանում ենք, մոտավորապես 5 րոպե ինտենսիվությամբ անդադ տարբեր տեղերից գոնե ինչ-որ ազդակներ ստանում ենք, ինչ-որ տեղեր փորձում ենք լուծել, օրինակ հիմա մի ընտրատեղամասում, եթե չեմ սխալվում, 31-57-ում բանակցում ենք, որպեսզի թույլ տան մեր տեսածը արձանագրենք, հանձնաժողովի նախագահան դեմ չի, քարտուղարը չի արձանագրում, պատճառաբանումը ասում է, որ դուք ես արձանագրեք, ես էլ կարձանագրեմ, որ դուք մեր դիտորդը անդադ դուս ա գալի ծխելու, ասենք պատկերացրեք մակարդակը, էլի։ Այսօր էլի տեղ եղել օրինակ ես մտել եմ քվեարկելու վայրի հենց անմիջապես կողքը դուռ ա եղել, պատճառաբանեցին, որ սանհանգույց է, սա այն է, ես ուղղակի տենց բարեկամաբար խնդրեցի, որ պլոմբեն դուռը, որպեսզի ոչ մեկ չմտնի դուրս չգա։ Սանհանգույց չէր իրականում էլ պարզվեց, որ հավաքարարի գույքը պահելու վայր էր, տենց։ Տարբեր բնույթի կա, բոլոր ընտրատեղամասերից ահազանգեր ստանում ենք մեր դիտորդներից, որ կոնկրետ ԿՊ-ական հանձնաժողովի անդամներ կամ բաներ անդադ ճշտում են մեր հենց կոնկրետ գալիս են հայաքվեից, ով է խնդրում ենք մի հատ ձեր բեյջը ստուգենք, ձեր անշուտ բաներ են փորձում գտնել, անունազգանուններն են գրառում գնում, չնայած դրանք բոլորը բաց են, ԿՀ կայքում կախված է, մերոնք բոլորը բեյջերով ապահովված են, խնդիր չկա, եթե ինչ-որ մեկի մոտ QR-ն էլ հանգարց չաշխատի, մեր խնդիրը չի, մենք կայքից տպել ենք, այնպես որ մեր պատճառով չի կարող որ այդպես խնդիր լինի։ Այս բանից սպասում ենք, որ ուզում եք զանգել ոստիկանություն։ Ես կդնեմ բարձրախոսի վրա, որ դուք լսեք։ Ալո, բարև ձեզ։ Ես Գյումրիից եմ զանգահարում։ Ընտրատեղամասերից մեկում ես հայաքվե դիտորդական առաքելությունից եմ։ Տեղի ունեցել բաց քվեարկություն, մենք դա տեսանկարահանել ենք։ Գյումրի որ ընտրատեղամասում։ 3169 ընտրատեղամասում վիդեոն ունենք։ 69։ Այո։ Հասցեով կարող եք հստակեցնել Գյումրի։ Հասցեով կարող եմ մի վայրկյան։ Դրոպ 16, բայց 31-70 ընտրատեղամասում է։ 31-70
Շատ բարի, անունացկանը ձեր։ Արամ Պետրոսյան։ Լավ, շատ բարի, գրանցված է, հիմա կփոխանցենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ հաջողություն։ Էքսկլյուզիվ է։